Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ուղիղ ասել Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի։ Այդ պնդումը կատարում եմ թե հաշվի առնելով այն ձայնագրությունը, որը հրապարակվել է, թե այն տվյալները, որոնք ներկայացվել էին դռնփակ դատական նիստի ընթացքում։ Կարևոր հանգամանք նշեմ, որ ըստ էության այդ բոլոր տվյալներին տիրապետում են փաստաբանները, տիրապետում են քննչական մարմնի ներկայացուցիչները, բայց օրվա իշխանության բազմաթիվ ներկայացուցիչները, որոնք իրար հերթ չտալով խոսում են այս գործի մասին, չեն տիրապետում տվյալներին։ Իսկ միայն ձայնագրությունը հիմք ընդունելով կատարել նման պնդում ընդհանրապես հնարավոր չէ։ Ձայնագրությունից ակնհայտ է, որ այն կենցաղային բնույթի խոսակցություն է, իսկ կենցաղային բնույթի խոսակցությունը ընկերների միջև, այն էլ մի քանի ամսվա վաղեմության, այն էլ այդքան ինտենսիվություն չենթադրող պայմաններում չէր կարող հանդիսանալ կալանքի հիմք։ Իդեպ դատական նիստի ընթացքում բոլոր հնարավոր այլ խափաման միջոցների հնարավորության խնդրանքը դատարանին ներկայացվել էր, բայց այն մերժվել էր։ Այս ամենը ինչի համար եմ նշում, որովհետև եթե պայմանականորեն այս ամենը վերաբերեր Սոմալիին կամ Բուրունդիին, ապա այդտեղ հնարավոր է տրամաբանություն գտնելը ողջամիտ լիներ, բայց Հայաստանի Հանրապետությունում չի կարող ողջամիտ լինել կալանքի գերակայությունը։ Հայաստանում պետք է գերակայող լինի իրավունք։ Այսօր իդեպ նաև հայտարարություն տարածվեց, որ ուժեղ Հայաստանում համաներում պետք է լինի։ Ստորակետ դնելով նշվածին ընդգծեմ, որ ուժեղ Հայաստանում նաև իրավունքը անսակարկելի արժեք պետք է լինի։ Մարդասիրությունը անսակարկելի արժեք պետք է լինի, անկախ նրանից, թե որ քաղաքական թիմն են ներկայացնում անձինք։ Եվ ի վերջո նաև անմեղության կանխավարկածը պետք է լինի իրապես հարգանքի արժանի, հարգանքի ենթակա սկզբունք։ Չի կարող լինել հասարակությունում մի իրավիճակ, որ միայն մարդիկ միմյանց մեղադրեն։ Սա իրականում պառակտման ճանապարհն է։ Այո, կարող են լինել քրեական վարույթներ, դրանց մի մասը կարող է լինել հիմնավոր, մի մասը անհիմն, մի մասը կարող է լինել քաղաքական հետապնդման ուղիղ արդյունք, մի մասը լինեն պարզապես քրեական վարույթներ, բայց ինչն եմ ուզում ընդգծել, որ անմեղության կանխավարկածը պետք է հարգվի բոլորի կողմից, բոլորի, թե պետական մարմինների, թե պաշտոնյաների, թե նաև պարզապես մեր հայրենակիցների կողմից։ Մինչդեռ այսօր մենք տեսնում ենք, թե ինչ մեծ ջանքեր են դրվում անմեղության կանխավարկածը նսեմացնելու համար։ Սա հակասում է իրավունքի գերակայությանը, սա հակասում է մարդասիրությանը։ Իսկ ուժեղ Հայաստանում իրապես չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ, չպետք է լինեն քաղաքական հետապնդումներ։ Պետք է լինի իրապես համախմբում, համերաշխություն եւ մարդասիրության գերակայություն։ Այսքանով ուզում եմ ավարտել խոսքս, ցավով արձանագրելով, որ քաղաքական բանտարկյալները իրապես հերթական անգամ շատանում են։ Քաղաքական բանտարկյալների թիվը շատանում է, ավելանում է։ Ինչևէ, ազատություն բոլոր քաղ բանտարկյալներին։ Իրավունքը պետք է գերակայի։ Աստված բոլորին պահապան։ Շնորհակալ եմ։